Ոչ թե օթևան տուն չունեցողների, այլ բնակարանով ապահովվածների ծրագիր։ Սահմանամերձ համայնքների անտուն, տան կարիք ունեցողներն են ահազանգել, որ իրենցից շատերը չեն կարողանում օգտվել շահառու դառնալ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրից։ Կառավարությունն ասում է, մինչև 16 միլիոն դրամի կառուցապատման հիփոթեկային վարկը պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի։ Մի կողմից պետությունը տրամադրում այդ գումարը, մյուս կողմից բանկերը խոչընդոտում են, խնդիրներ են ստեղծում, որ մարդիկ այդ բնակարանները կառուցեն։ Բանն այն է, որ առևտրային բանկերը մանրակրկիտ ուսումնասիրում են շահառուների վարկային պատմությունը։ Սև ցուցակում եղավ շահառուն, եկամուտները չբավարարեց, բանկը մերժում է, հիփոթեկային վարկ չի տրամադրում։ Ինչ որ մի պահի բանկային խնդիրների պատճառով կամ ինչ որ մեկին երաշխավոր դառնալու պատճառով այսօր զրկված է այդ ծրագրի շահառուն դառնալու։ Ստացվել է այնպես, որ ճարպկորեն այդ ծրագրից կարողանում են օգտվել տնատերերը։ Այդ ծրագիրը կներեք նրա համար չի, որ 3 տուն ունեցողը 4-րդ տունն էլ ստանա, կամ նրա համար չի, որ սահմանամերձ գոտում ինչ որ մեկը կներեք ամառանոց ունենա։ Տենց օրինակները շատ են։ Այս խնդիրը դեռ ամիսներ առաջ բարձրացվեց նաև կառավարությունում, որ քաղաքացիներին բանկերը մերժում են վարկ տրամադրել, քանի որ խնդիրներ ունեն վարկային պատմության հետ։ Այս խնդրին գործադիրը դեռ տարվա սկզբին անդրադարձավ։ 2025-ը ավարտվում է, սակայն հարցը մնում է օդում կախված։ Այդ ժամանակ սակայն փոխվարչապետ Խաչատրյանը կարևորեց վարկային պատմությունը։ Բանկը առևտրային ունի ռիսկ, այսինքն նա պետք է գործ ունենա այնպիսի կարգապահ քաղաքացիների հետ, ովքեր գիտեն, թե ինչի համար է տրամադրված իրենց աջակցությունը եւ գիտեն այն նպատակը, ինչի համար այդ աջակցությունը ստացել է։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին, որ հոկտեմբերի 24-ի դրությամբ ծրագրի շահառուի կարգավիճակ է ստացել 2299 ընտանիք, որոնցից 2233-ը արդեն վարկավորվել են, այսինքն մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Նրանցից 163-ը արդեն ներկայացրել են ավարտական ակտ, այսինքն տունը հանձնվել է շահագործման։ Շահառուները հիմնականում մերժվում են ծրագրի որևէ պայմանին չբավարարելու հիմքով բանկում, քանի որ պոտենցիալ շահառուների տվյալները բանկերն են ներկայացնում նախարարություն, նախնական գնահատելով նրանց համապատասխանությունը ծրագրի հիմնական պայմաններին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հարցրել էինք նաեւ, կան տվյալներ, որ օրինակ մի քանի բնակարան ունեցող քաղաքացիներ եւս այդ ծրագրի շահառու են դարձել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրով նման սահմանափակում նախատեսված չէ, շահառուների այլ գույք ունենալու վերաբերյալ տեղեկատվություն որոշում կայացնելու համար չի պահանջվել, ուստի ներկայում նման տեղեկատվության չենք տիրապետում։ Նույն գերատեսչությանը հարցրել էինք նաև ծրագրից օգտվել ցանկացողների դեպքում հաշվի առնվում է նրանց վարկունակությունը, նախկինում վարկային պատմություն ունենալը։ Նախարարությունից հայտնել էին, որ ֆինանսների նախարարի եւ կենտրոնական բանկի խորհրդի համատեղ որոշմամբ սահմանվել է, որ եթե վարկը 100% սուբսիդավորվող է, ապա վատ վարկային պատմությունը չի խոչընդոտում ծրագրի շրջանակում վարկավորմանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։